Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր այս տարի առաջին անգամ։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք ձեզ ողջունել տարվա հենց սկզբին առաջին աշխատանքային օրով եւ ասել բարի լույս։ Առաջարկում ենք մնալ մեզ հետ մոտավորապես ժամ ու կես եւ իհարկե մենք կփորձենք մեր ջերմությունը, հաճելի լավ ջերմ տրամադրությունը փոխանցել ձեզ շատ սիրելի ռադիոլսողներ։ Եվս մեկ անգամ շնորհավորենք բոլորիդ ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Սուրճ ու սեր առավոտից հաղորդման 2026 եթերաշրջանը բացում են Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Այսպիսի մեծ պատիվ եմ ես։ Ձեզ եւս մեկ անգամ ողջունում ենք, եւս մեկ անգամ շնորհավորում եւ իհարկե մաղթում, որպիսի տարին լինի որքան հնարավոր է խաղաղ, առողջ։ Ունենանք առողջություն եւ լինի խաղաղություն։ Մնացյալը կստեղծենք մենք։ 2026 թվականի հունվարի 5-ն է, օրը երկուշաբթի։ Այո, սկսում ենք երկրորդ շաբաթը։ Բայց առաջին երկուշաբթին։ Առաջին երկուշաբթին է եւ երկրորդ շաբաթը նոր տարվա։ Եվ առաջին աշխատանքային օրն է տարվա, հետեւաբար կարծում եմ շատ-շատերի մոտ թեթև իրար անցում է, բոլորը եկել են աշխատանքի, իրար են շնորհավորում։ Կարծում ես բոլորը եկել են։ Չեմ կարող ասել տարբեր տեղերից։ Արի հասկանանք, ովքեր են արդեն հասել աշխատավայր եւ այս պահին մեկ գավաթ սուրճը վայելում են մեզ հետ։ Այո, զանգահարում եք 55 37 02 ուղիղ եթերի հեռախոսահամարով կամ գրում մեզ on-line հարթակում 55 37 02, իսկ մենք սկսում ենք մեր ուղիղ եթերը։ Նոր տարի ու նոր ես իմ մարդիկում սիրում եմ տես տաքան գյուր ու նվերներ երազանք մի քանի ուներ որ տունը մեր լցվի ծիծաղով ջերմ ու հանգիստ լավ պահերով սեր ասելով ու գրկելով հիշողություն ստեղծելով նոր տարին որ կապում է բոլորին նոր տարին հավատա դու հրաշքի ու տունը մեր կլցվի ծիծաղով ջերմ ու հանգիստ լավ պահերով սեր ասելով ու գրկելով հիշողություն ստեղծելով Չեմ ուզում, ինչ պետք է շկարիմ ներսում Դու միշտ ապիր ու կստացվի Թե հավատաս դուրը կբացվի Ու տունը մեր կլցվի ծիծաղով Ջերմ ու հանգիստ լավ պահերով Սեր ասելով ու գրկելով Հիշողություն ստեղծելով Նոր տարին որ կապում է բոլորին Նոր տարին հավատա դու հրաշքի ու տունը մեր կլցվի ծիծաղով ջերմ ու հանգիստ լավ պահերով սեր ասելով ու գրկելով հիշողություն ստեղծելով Նոր տարին Սուրճ ու սեր առավոտից 9:34 րոպե, կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ հիշեցնում բոլոր հարթակներ FM հաճախականությունը։ Դուք գիտեք, հարգելի ռադիոլսողներ, մարզերում փոխվում են եւ դրանք շատ լավ գիտեք ձեր մարզում թե որ հաճախականությամբ է։
Երևանում եւ հարակից հատվածներում FM 107 եւ 7 հաճախականությամբ կարող եք մեզ ունկնդրել։ Մուտք եք գործում Facebook-յան հարթակ, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, հետևում լայվին եւ իհարկե մեկնաբանություններ գրում եւ ամենակարևորը կարող եք գալ մեր տուն։ Մուտք գործելով armradio.am կայք, դիտել կոճակը սեղմելով այնտեղ մեզ եւս դիտել եւ իհարկե մեկնաբանություններ թողնել։ Իդեպ մենք արդեն ունենք մեկնաբանություններ։ Արթուր Գրիգորյանն ասում է շնորհավոր նոր տարի, Աշուղ Աստղանուշն ասում է ողջույն Տիգրան եւ Լուսնե ջան, ջերմագին ողջույններ ձեզ։ Նաեւ ասեմ, որ բացի մեկնաբանություններից մենք ունենք զանգ եւ արդեն պատրաստ ենք ողջունել մեր ռադիոլսողին ու ասում ենք բարի լույս։ 2026-ի առաջին զանգը, բարի լույս։ Շնորհավոր նոր տարի, Շնորհավոր Գագիկ Էջմիածնից։ Այո, առաջին զանգը 26 թվականին։ Այո, շնորհավորում ենք այդ տարիքով ձեզ։ Շնորհավոր, առողջ լինեք, լավ լինեք։ Բոլորիս գլխից անպակաս լինեք։ Ձեր ամենակարևոր ցանկությունները թող 26 թվականին իրականություն դառնան։ Ձեր ազնիվ սրտի ու հոգու շրջանակներում ի բարին կատարվեն։ Շատ շնորհակալ ենք ձեզ, առողջ եղեք։ Խաղաղ ու հանգիստ տարի թող լինի ձեզ համար, առողջությունը ամենակարևորն է եւ մեզնից անպակաս։ Այո, բոլորս միմյանցից անպակաս։ Այո։ Սուրբ ծնունդը թող մշտապես ուղեկից լինի մեզ եւ սրբացնի մեր ամեն օրը։ Այո, շնորհակալ ենք։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Այո, շնորհավոր։ Բոլորին։ Շնորհակալ ենք, այն Այսպիսի դրական լիցքերով Պաստորեն առաջին հեռախոսազանգը մեր մշտական ռադիոլսող Գագիկը բացեց։ Այո, մյուս մշտական ռադիոլսող Արամ Մկրտչյանն է մեզ գրում։ Բարի լույս, շնորհավոր բոլորիս ամանորը եւ Սուրբ Ծնունդը, բարի լույս, ջերմագին ողջույններ։ Եվ Տեսնենք շարժում ենք առաջ, այո, առաջին աշխատանքային օրն է 2026-ի հունվարի 5-ն է, օրը երկուշաբթի, եւ ասա քանի օր է մնացել տարվա ավարտին, այսօր գորդ է, ասա։ Ինչ ասեմ։ 360 օր է մնացել տարվա Ինչ ես ասում, կեցես որ հաշվել ես այդքանը։ Ես չեմ հաշվել, ես ընդամենը Ես առաջարկում եմ բացենք անհրաժեշտ տեղեկատվության պաշարը, ինչը մենք դարել ենք ամբողջ տարվա ընթացքում, իդեպ երկու օրից սուրճ ու սեր առավոտից հաղորդումը կդառնա 1 տարեկան։ Դա էլ ասենք։ Մենք պիտի նշենք այդ օրը։ Այդ օրը մենք սպասում ենք ձեր կողմից շնորհավորանքների, որովհետև եթեր հեռարձակվեց 2025-ի հունվարի 7-ին։ Այո, դե իսկ այս պայն -7 է։ -7 է Երևանում, հիմա ցուրտ է, բավականին ցուրտ է, օրվա ընթացքում իջև -2 հասնի սանդղակը։ Դե էլի գոհենք, չէ։ Այո, էլի գոհենք, հանրապետության տարածքում գնացինք։ ինչ են մեզ խոստանում են առանց տեղումների եղանակ։ Եվ առհասարակ այսօրվանից մինչև հունվարի 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ունենք քամի հյուսիս-արևմտյան, ճիշտ է, 2-5 մետր վարկյան արագությամբ։ Եվ հուսանք, որ ասում են օդերևութաբանները, որ հունվարի 10-ից կսկսի տաքանալ արդեն եղանակը։ Հունվարի 8-ից 9 ամբողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-ից 20, ցերեկային ժամերին 3-ից 5 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա։ Էլի գոհենք, թող քիչ-քիչ բարձրանա, բայց դուք Երևանն էլ ասա։ Երևանում եւս այսօրվանից մինչև հունվարի 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս պահին էլ եւս մեկ անգամ շեշտեմ -7 է։ Ցուրտ։ Ես իմ հավելվածը չնայեմ, չէ, որովհետև տարբեր թվեր են լինելու եւ այսպես փորձելու ենք հասկանալ ինչու ախ ինչու, բայց այդուհանդերձ գիտեք, որ մեծ -12 իմ մոտ։ Ոյ, ավելավը -7 ասենք։ Այո, ասենք -7 ուրախանանք։ Հիշեք, որ տրամադրվածությունը եւս մեծ նշանակություն ունի, նաեւ մեծ նշանակություն ունեն եղանակային պայմանները հանրապետության տարածքի հետ կապված փակ ճանապարհների հետ կապված կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի Հանրապետության տարածքում, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող եւ Գանձակար, Իծակար ավտոճանապարհները, Նորավան, Լծեն, Տաթև, Թթուջուր, Նավուր ավտոճանապարհները եւ Վարդենյանց Լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Աշոցկի, Ամասիայի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Եվ իհարկե Լարսեն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, եթե կան մարդիկ, ովքեր դեռ ամառայինով են երթևեկում, ինչ ասեմ։ Բայց եթե ձմեռային անվադողեր ունեք, դա դեռ չի նշանակում ոնց ուզեք, պիտի վարեք մեքենան։ Ստեփանձմինդալ Լարս ավտոճանապարհը ի դեպ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այո, համար Տեղափոխվենք Երևան, Երևանյան Չեմ փողոցներ։ հավատում։ 1 բալ է, կանաչ։ Կանաչի ամբողջը Սա նշանակում է մարդիկ դեռ աշխատանքի չեն հասել։ ցուրտը եւ տանն են ուշ են հասնելու։ Դեռ ուտում են իրենց աղցանները մնացած 31-ից։ 31-ից չէ, լավ, նորից պատրաստել են 31-ից։ թարմ, չէ։ Կամ հիմա տաքացնում են վերջին բլինչիկները։ Կամ վերջին տոլմայի հատիկները։ Այո։ 1 բալ է, ընդամենը քաղաքը բաց է, հանգիստ նցվոր, խնդրում եմ միշտ ապեք, բայց եղեք զգոն, այնուամենայնիվ տեղ գուցե մերկասարուս Մենք չմոռանանք մի կարևոր բան, երբ բաց է եւ խցանումներ չկան, ավտովթարներ են ի հայտ գալիս։ Դե այս բան չունենք ավտովթարներ։ Փառքաստոս գուշ եղեք մի խոսքով։ Նաև եթե հետի օտնեք զգուշ քայլեք, որովհետև գուցե մտածեք, որ ոչ մի բան չկա, բայց մերկասառույց լինի եւ վայր ընկնեք ու լավ չլինի։ Հիմա տեղափոխվում ենք օթային տարածք, ասենք որ վայրեջքների սանդղակն ենք դիտարկում եւ տեսնում ենք 4 վաղարժամ վայրեջք։ Այո, երկուսը Դուբայի թռիչքներն են, մեկը Բեյրութ, մյուսը Աբու Դաբի։ Դուբայի թռիչքները պետք է վայրեջք կատարեին 10:25-ին, վայրեջք են կատարելու 9:58-ին, Բեյրութի թռիչքը 10:45-ի փոխարեն վայրեջք է կատարելու 10:21-ին եւ Աբու Դաբին 12:20-ի փոխարեն վայրեջք կատարի 11:54-ին։ Ասենք բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր ժամանում են Հայաստան, մի քիչ ցուրտ է, բայց մեր ջերմությունը կարծում եմ բավարար է, որ ջերմանա Մեկնումների ցուցակում չունենք փոփոխություններ, ունենք միայն 1 չեղյալ չվերթ դեպի Թերան։ Նկատել ես Չվերթը ժամը հաճախ 11-ի չեղյալ է Չեղյալ է հաճախ հայտարարվում Թերանի չվերթը։ Տեսնենք ինչ իրավիճակ է ֆինանսական շուկայում։ Ինչ է փոխվել, ինչ չի Կենտրոնական փոխվել, բանկը սահմանել է հետևյալ օրվա փոխարժեքները, որոնց մասին հիմա մենք կտեղեկացնենք։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 381 դրամ է, 1 եվրոն 449, ռուսական 1 ռուբլ օրվա փոխարժեքը 408 դրամ է, վրացական 1 լարին 141 դրամ է, բրիտանական ֆունտ ստերլինգը 515 դրամ է եւ Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Սա էլ իմացանք։ Ամեն ինչ իմացանք, քիչ անց կբացենք հունվարի 5-ի օրացույցը եւ կտեսնենք թե ինչ կա չկա օրացույցը։ Այո։ Շարունակեք լսել եւ դիտել մեզ զանգարեք 553702 ով է հասել աշխատավայր, խնդրում եմ զանգարեք։ Հատկապես եթե աշխատավայրում եք զանգահարեք։ Շատ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, սպասում են տես այս աշխարհում բոլորը, այսօր ինչ օր է ասա, ինչու է որ ինձ սրտում կա հիմա, երկու բար, վաղուց կորած մի աշխարհ հեռավոր մանկության Du nordari,
Սուրճ ու սեր առավոտից։ 9:46 րոպե։ Դուք շարունակում եք լսել եւ դիտել Հանրային ռադիոյի առաջին ալիքը հունվարի 5-ն է, օրը երկուշաբթի։ Ճիշտ ասեք, անկեղծ եղեք, կարոտել եք ձեր գործընկերներին։ Մենք շատ ենք կարոտել մեր գործընկերներին ու հիմա նրանց ջերմ ձեռքով ողջունում ենք, հատկապես նրանց, ովքեր այսպես գալիս ժամանում են, միմյանց գրկում են, ջերմ շնորհավորում են եւ հասկանում ես, որ գործընկերները վաղուց գործընկերներ չեն, այլ լավ ընկերներ են, որոնց հետ կարող ես դժվար ու ձիգ ճանապարհ անցնել, վստահ լինելով, որ քեզ հետ են։ Դա միանշանակ այդպես է, ովքեր են հասել աշխատանքի 553702 զանգարեք մեզ, Զանգահարեք մեզ 553702 ճիշտ ասացիք։ Այո, եւ զանգահարեք ու պատմեք, ինչպես եք ձեր գործընկերներին դիմավորել, առհասարակ ինչպես եք դիմավորել նոր տան։ Իդեպ հիմա օրացույցը որ բացենք, այնտեղ հետաքրքիր մի տոն կա եւ կարող ենք միասին շարունակել այդ տոնը։ Դե ինչ բացենք օրացույցը, Facebook-ում բաց չթողնենք մեր մշտական ռադիոլսողների գրառումները, Ծովինար Գևորգյանն է գրում, բարի լույս, շատ ուրախ եմ, որ դուք եք սկսում տարվա առաջին սուրճ ու սեր հաղորդումը, սիրում եմ ձեզ, թող տարին բարի ու խաղաղ լինի մեր երկրի եւ բոլորիս համար, գրում է Ծովինար Գևորգյանը։ Արամնել Մկրտչյան հավելում է, ինչպես եք շատ սիրելի հաղորդավարներ ջան։ Ասա, ինչպես ենք։ Եթերային։ Կարևորը եթերային ենք, կարևորը խոսքը տեղն է, կարևորը տրամադրությունը տեղն է։ Շնորհավորանքներս ձեզ բոլորիդ գրում է Արթուր Սուքեսյանը։ Շնորհակալություն։ Մենք էլ ձեզ ենք ջերմ շնորհավորում եւ ամենակարևորը, որ լավ եք դիմավորել ամանորը, իսկ ինչպես եք դիմավորել ամանորը, զանգահարեք ու պատմեք։ Հատկապես եթե ոչ ստանդարտ իրավիճակում եք դիմավորել, առավել հետաքրքիր է մեզ։ Նաեւ կարող եք գրել Facebook-յան հարթակում, մենք դրանք կընթերցենք սիրով։ Շատ հետաքրքիր օր է այսօր նշում աշխարհը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր դեկտեմբերի 31-ից անցյալ տարվանից ուտում են։ Հա, ուտում են ու չեն կշտանում։ Եկել հասել են մինչև հունվարի 5։ Բայց դու նկատել ես։ Այսօրը նրանց համար է։ Դու նկատել ես, որ ամանորի օրերին ուտում ես, կշտանում ես, ասում ես վերջել տեղ չունեմ, մեկ էի 15 րոպե հետո ասում ես չէ, սովածացան նոր Խեղճ ստամոքս։ Խեղճ ստամոքս, այո։ Դրա համար գոյությունն է այսպիսի օր։ Այո, այսօր բեռնաթափման միջազգային օրն է։ Այս օրը նշվում է 2018 թվականից, առաջին անգամ այո հունվարի 5-ին են նշել, հատկապես այն մարդկանց համար, ովքեր այդպես ամեն ինչ ուտում են եւ ուղղես ինչ համով է ու հունվարի 5-ը պետք է բեռնաթափեն իրենց օրգանիզմը, ստամոքսը եւ ինչու ոչ մտքերը։ Հանգիստ թողեք ձեր ստամոքսին, ի վերջո դա շատ կարեւոր է, որ հետո հետևանքներ չլինեն։ Ամեն չափավոր է լավ։ Իդեպ տոնը շատ հեշտ է նշել, պարզապես փորձելով բերել բալանսի սպիտակուցները, ճարպերը եւ նաեւ կալորիայի դեֆիցիտ։ Այո։ Այսպես է ստացվում։ Սա գլխավոր պայմաններն են օրվա։ Այո, սա նշանակում է, որ պետք է արդեն սկսենք բեռնաթափում իրականացնել, հատկապես եթե ռեկորդ եք սահմանել եւ այս 4 օրերի ընթացքում մի լավ կիլոգրամներ եք ավելացրել։ Հիմա պետք է դրանցից ձեռք ազատվել։ Այսօրը հենց այդ օրն է։ Այսօր նաեւ Boy Scout-ների միջազգային օրն է։ Դե բեռնաթափման օրը միջազգային օրվա մասին ասացինք։ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագը։ Ահա, գնանք նահանգներ։ Գնացինք։ Ինչպես միշտ Արատը իրենց ազգային օրացույցը։ Իրենք ինձ թվում է հատուկ են արել, որ ամեն օր նշելու բազմաթիվ առիթներ ունենան, համաձայն չէ։ Խնդրեմ թռչունների ազգային օր են նշում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում սկսում են նաև, որը կապուներ են բեռնաթափման հետ, կետոգենային դիետայի ազգային օրն է, նաև սցենարիստի ազգային օրն է, սցենարիստները շատ կարևոր դեր ունեն, սա աբուն վերջնակալապես չի խլի նրանցից։ Հարած սերուցքի ազգային օր, այսա չեմ կարող հասկանալ։ Ես էլ չեմ կարող։ Հարած սերուցք։ Մեկը չկար մեր համար տոն հորիներ, բայց հարած սերուցքը ունի տոն։ Իսկ դու հիշում ես Մոնոպոլիա սեղանի խաղը։ Ոնց չեմ հիշում, պատրաստում էինք նաև սեփական ձեռքերով գունազարդում։ Այո, այն ժամանակ մեր թվերին ճիշտ է, բայց հիմա արդեն գունազարդված սիրո տարբերակներ կան։ Վերջինական երբ ես խաղացել։ Չէ, խաղում եմ։ Ես խաղացել եմ բազմիցս։ Երեխաներիս հետ եմ խաղացել իմիջել։ Ես եմ խաղացել, են որ խաղամ։ Այնպես չի որ ես ուրախ եմ։ Այո, նահանգներում նշում են Մոնոպոլիա սեղանի խաղի օրը։
Իմիջիայլոց ուղեղը լավ մարզելու շատ լավ տարբերակ է, երեխաներին հեռախոսից կտրելու շատ լավ տարբերակ է, ինչ որ առումով մենեջմենթական հմտություններ ձեռք բերելու լավ տարբերակ է այս խաղը, այնպես որ եթե տանը կա մոնոպոլիա եւ դուք բոլորով տանն եք, հենց հիմա հանում եք ու սկսում եք խաղալ։ Եթերից հետո, հա։ Ավստրալիայում նշում են դստրերին եւ որդիներին աշխատանքի տանելու օրը։ Տեսնում ես ինչ լավ օր է։ Աշխատանքի։ Հա, երբ որ արդեն 16 տարեկան են երևի թե դառնում, լավ, գնացինք առաջ։ Իսպանիայում նշում են 3 թագավորների շքերթ։ Խնդրեմ։ Լինեինք այնտեղ եւ մասնակցեինք այդ խաղին։ Ռուսաստանում շարունակում են ամանորի արձակուրդները, իրենք ի տարբերություն մեզ դեռ Մի րոպե, Ռուսաստանում ամանորի արձակուրդները մինչև ամսի 10-ն է, եթե չեմ Դե սխալվում։ կներեք։ Նաև կարճ պատմությունների օր են նշում ռուսները։ Ահա, տեսեք, կարճ պատմությունների օր կա, այսպեսի տոն է եւ եկեք կարճ պատմություններով նաեւ հարստացնենք մեր եթերը, պատմեք ինչպես եք դիմավորել ամանորը, ինչ հետաքրքիր անակնկալներ են տեղի ունեցել։ Ես վստահ եմ, որ դրանք եղել են եւ մենք սպասում ենք, որպեսզի կիսվեք ձեր հաջողված հետաքրքիր ինչու ոչ ուրախ ու զավեշտալի պատմություններով, թե Facebook-յան հարթակում կարող եք գրել, թե կարող եք զանգահարել 55 3702 հեռախոսահամարով։ Ահա, տեսնենք ինչ իրադարձություններ են գրանցվել տարիներ առաջ այսօրը հունվարի 5-ին 1933 թվականին Սան Ֆրանցիսկոյում սկսվեց աշխարհի ամենահայտնի կամուրջներից մեկի շինարարությունը ոսկե դարպասներ նեղուցի վրա։ Այն ավարտվել է 1937 թվականին, կամրջի երկարությունը 1280 մետր է, բարձրությունը 227 մետր։ Ես հավելեմ նաև, որ 1956 թվականի այսօր Անտարկտիդա է հասել առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։ Գիտեք, որ Անտարկտիդայի հետ կապված բազմաթիվ միֆեր գոյություն ունեն եւ շատերը պնդում են, որ այնտեղ հատվածներ կան, իհարկե հատվածներ կան, որ մարդ չի կարողանում այնտեղ մուտք գործի, բայց շատերը այդ միֆերին հավատում են եւ ասում են, որ Անտարկտիդայում կա բոլորովին այլ քաղաքակրթություն, որը մեզ հասու չէ, մենք չենք կարողանում հայտնվել այնտեղ։ Նույնիսկ շատերը այնքան են երևակայությունների զոր տվել, որ մտածում են այնտեղ գարուն է։ Դու չթողեցիր, ես ամենակարևորի մասին ասեմ։ Սան Ֆրանցիսկոյի հայտնի կամուրջի վրա ծախսվել է $27 միլիոն։ Կամուրջը կարող է դիմանալ մինչև 8 բալ երկրաշարժի, կամրջի քաշը 887,000 տոննա է։ Կներես։ Դու պատկերացնում ես $27 միլիոն դոլարանոց կամուրջ։ Դե հա, բա դու այդ դրա համար բոլորը գնում ու նկարվում են այնտեղ։ Այդ թանկանոց կամուրջի վրա նկարվում են, քայլում են։ Գնացինք, առաջ գնանք։ Այո, տեսնենք էլ ինչ կա այստեղ ավստրիական Wiener Press թերթը լուր է հրապարակել Վիլյամ Ռենգենի հայտնագործության ռենգենյան ճառագայթների մասին։ Դա եղել է 1896 թվականին։ Բա, իմիջայլոց ասեմ նաև, որ 1769 թվականի այսօրը շոտլանդացի ինժեներ գյուտարար Ջեյմս Վատը արտոնագրել է շոկեքարշիչը։ Բա։ Իսկ հայտնի Հարվարդի համալսարանը հիմնադրվել է հենց այսօրը 1728 թվականին։ Սա էլ իմացանք, կարծես թե իրադարձությունները ամփոփեցինք իրար հետ։ Այո, տեսնենք հոբելարներից, ովքեր հայտնի երգչուհի Զարատոնիկյանը մեր շատ սիրելի ծնվել է այսօր 1953 թվականին, Զարատոնիկյանի ցանագրությունները բազմիցս հնչել են մեր եթերում եւ նա աչքի էր ընկնում իր զրնգուն եւ գեղեցիկ ձայնով։ Այստեղ փորձենք հասկանալ ովքեր են ծնվել։ Իմիջայլոց ասեմ, որ 1969 թվականի այսօրն է ծնվել ամերիկացի ռոք երաժիշտ Մերլին Մենսոնը։ Եվ շարունակենք։ Շատ հայտնի հոբելար ունենք։ Այո։ Այսօր պետք է անպայման դրա մասին ասենք։ Այսօրն է ծնվել բանաստեղծուհի հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։ Նրա ծննդյան տարեթիվն է 1919 թվականը։ Նաև տեղեկացնենք, որ 1910 թվականի այսօրն է ծնվել հայ նկարիչ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Չիլինգարյանը։ Այսօրն է ծնվել նաև կոմպոզիտոր, դիրիժոր Աշոտ Սատյանը 1906 թվականին։ Այսքանը Ավարտենք այսքանը։ Այսքանը լսենք մի կատարում, որից հետո մեզ կմիանա ռադիոլուրի մեր գործընկերը եւ տեսնենք աշխարհում առհասարակ ինչ է տեղի ունեցել։ Բոլորը այսպես հացնցվեցին միանգամից, ինչպես առևանգեցին Վենեսուելայի նախագահին։ Իմ շոկի է եկել։ Իրադարձություններից ինչ է առանձնացրել Մարլենան, սպասում ենք նրան մեր եթերում։ Իմ սիրտը լծվելու է, զանգերի հետ զարկս լսվելու
Հունվարի 5-ն է, օրը երկուշաբթի, 2026 թվական, տեսնենք ինչպես է սկսել իր առաջին աշխատանքային օրը ռադիոլուրի մեր գործընկեր Մարլեն Հովսեփյանը, արդեն մեր տաղավարում է բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավոր ամանոր եւ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, նաեւ մեր ունկնդիրներին եմ շնորհավորում, թող լավ տարի լինի մեր երկրի եւ մեր յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ինչպես է դիմավորել ամանորը ընտանեկան ջերմտնոլորտում։ Քիչ առաջ դու ասացիր ինչպես ավանդական հայ կինը, ես նույնպես դիմավորել եմ ինչպես հայ ավանդական կինը։ Շատ գործ են կարել։ Գործ են կարել, բայց շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում տոնական բոլոր ատրիբուտներով։ Դու ես ուրախանում, երբ գալիս են հյուրերը եւ այսպես հաճույքով բոշխնում են քո պատրաստած ուտեստները, որովհետեւ երբ մարդիկ սիրով են ուտում, դա նշանակում է միջավայրը շատ լավն է եւ ուտեստները համեղ են։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում հյուր ընդունել, մեր տանը հյուրեր միշտ շատ են լինում։ Բա ինչի մենք չենք գալիս, Մարլենա ջան։ Ես հրավիրում եմ հենց հիմա պաշտոնապես, դες առաջիկա օրերին Այս պահին։ Ուղենք մեր սխալը այս տարի։ Մարլենա ինչ կա չկա աշխարհում, ինչ է փոխվել անցյալ տարվանից հետո եւ Վենեսուելայի նախագահ Մադուրոից ինչ լուրեր կան։ Կարծես թե ոչինչ չի փոխվել, պատերազմները ոչ թե ավարտվում են, չնայած անցյալ տարի ամենաշատը խոսվում էր նրա մասին, որ Թրամփը եկել է խաղաղություն հաստատելու աշխարհում, բայց հենց հունվարի 3-ին հենց Թրամփի նախաձեռնությամբ մեկ այլ նոր թեժկետ հայտնվեց դա Վենեսուելան է, իսկ այսօր հայտնի է դարձել, որ հավակնությունները ավելի ամրապնդվում են Գրենլանդիայի նկատմամբ Սպիտակ տուն վերադարձած Թրամփի մանրամասները կներկայացնեմ արդեն։ Թեժ է կարծես թե լրահոսը, հետևենք լրահոսը։ Ինչ բարի եթեր Մարլենային, մենք կվերադառնանք լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ են հանդես եկել։ Վարչապետի կեցավայրում 3 ստորագրված հայտարարությունում, որի մասին գիշերը Facebook-ում հրապարակում էր կատարել Փաշինյանը, երկրի ղեկավարը եւ Հովնան arczepiskopos Տերտերյանը, Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Արաքել arczepiskopos Քարամյանը, Սիոն arczepiskopos Ադամյանը, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը եւ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ներկայացրել են եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտնես եւ հայտնել են համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են բարենորոգման կազմակերպչական գործառույթներ։ Մեջբերում Նիկոլ Փաշինյանի խոսքից մեր հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք, ուզում եմ տեղեկացնել, որ այդ ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ջրաքալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Մայր Աթոռը այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել։ Օրերս ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ասել էր այսօր ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում եւ չեն ունենալու շահեկան արդյունք։ Ադրբեջանի նախագահը ամերիկացի սենատորների եւ կոնգրեսականների հետ հանդիպմանը ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին։ Իլհամ Ալիևը խոսել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին, շեշտելով Բաքու-Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը եւ նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում։ Նա նշել է նաև Հայաստանի հետ առևտրի հաստատման եւ տրանսպորտային կապերի զարգացման կարեւորությունը։ Հույս ունենք, որ TRIP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար, ասել է Ալիևը։
Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Վենեսուելան։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո առաջատար դեր կստանձնի Վենեսուելայի կառավարման գործում, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Պետքարտուղարի նախնիները Կուբայից են, նա ծնվել է Մայամիում, կուբացի ներգաղթյալների ընտանիքում։ Bloomberg-ի տվյալով Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնում Վենեսուելայի նավթարդյունաբերությանը եւ որ ամերիկյան նավթային ընկերությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն երկրի նավթային ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Վենեսուելայում իրականացված ռազմական գործողություններից հետո նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին պետք է նաև Գրենլանդիան։ Մեզ անպայման Գրենլանդիան պետք է, ասել է նա հարցազրույցում, հավելելով, որ տարածքը շրջապատված է ռուսական եւ չինական նավերով։ Թրամփը ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նա ընդգծել է, որ դրա ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության եւ ազատ աշխարհի պաշտպանության համար առանցքային է, այդ թվում Չինաստանից եւ Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Գրենլանդիայի նախկին վարչապետ Մուտե Էգեդեն պատասխանել է, որ կղզին վաճառքի ենթակա չէ եւ երբեք էլ չի վաճառվի։ Գրենլանդիան, հիշեցնենք, դանիական գաղութ էր մինչև 1953 թվականը, այն մնում է թագավորության մաս, բայց 2009 թվականին ձեռք է բերել ինքնավարություն, ինքնակառավարման եւ ինքնուրույն ու անկախ ընտրություն կատարելու իրավունքով։ Իդեպ BBC-ն քիչ առաջ փոխանցեց, որ Դանիայի վարչապետը արձագանքել է Թրամփի հայտարարություններին, նա կոչ է արել դադարեցնել Գրենլանդիան զավթելու սպառնալիքները, շեշտելով, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության որևէ հատված։ Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Գրենլանդիան ընդգրկված է ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում, իսկ Դանիան արդեն ունի պաշտպանական համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ եւ ավելացրել է ներդրումները Արկտիկայի անվտանգության ոլորտում։ Շվեյցարական Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան դեռահասներ, ինչպես հայտնում է Reuters-ը վկայակոչելով ոստիկանությանը, կիրակին նույնականացվել են եւս 16 զոհվածների մարմինները, որոնց թվում են Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Ռումինիայի քաղաքացիներ։ Նրանց թվում են 16-ից 18 տարեկան 10 դեռահասներ։ Այս պահին չճանաչվածներից ամենաերիտասարդը Շվեյցարիայի 14-ամյա քաղաքացի է, նշվում է հրապարակման մեջ Շվեյցարիայում, հնգօրյա սուկ է հայտարարվել ողբերգության կապակցությամբ։ Եվ վերադառնալով մեր իրադարձություններին ներկայացնենք Մեգլուր մարզաշխարհին առնչվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել UEFA-ի ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը։ Ինչպես հայտնում են ֆուտբոլի ֆեդերացիայից, մեր ընտրանին հունվարի 6-ից 18-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում։ Եվրոպայի առաջնության առաջին խաղում մեր ընտրանին հունվարի 22-ին կմրցի Ուկրաինայի հետ, հունվարի 25-ին կմրցի Չեխիայի, իսկ հունվարի 28-ին խմբային փուլը կավարտի Լիտվայի հետ հանդիպմամբ։ Այսքանը օրվա լրահոսից այս եթերաժամի համար ռադիո լուրը թարմ տեղեկատվությամբ եթերում կլինի ժամը 11-ին խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր։ Սուրճ ու սեր առավոտից։
ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Կարմիր ալը գագաթին, ծառի տակսում է պապին Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Պարարա, տոնածար, ջան տոնածար Ինչ սիրուն ես ու պայծար Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Կարմիր աստղ գագաթին, ծառի տակ ձմբեր պապին Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Կարմիր աստղ գագաթին Ծառի տակ ձմբեր պապին Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Ես ինչ լավն է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է Սուրճ ու սեր առավոտից 19 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Շարունակվում է մեր ծրագիրը հարգելի ռադիոլսողներ, լրահոսին էլ ծանոթացանք եւ իհարկե շարունակելով ողջունում ենք եւս մեկ անգամ բոլորիդ, հատկապես նրանց, ովքեր այսօր առաջին անգամ գնացել են աշխատանքի։ Սպասում ենք ձեր զանգերին, նաեւ ձեր ջերմ ողջույններին, ձեր գործընկերներին 553702 դա ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է։ Նաեւ տեղեկացնենք, որ on-line հարթակում ունենք բավականին շատ մեկնաբանություններ։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ջերմության եւ դրական խոսքերի համար։ Արթուր Սուքասյանը ասում է շատ լավ ենք դիմավորել ամանորը։ Դե շատ լավ է, որ դուք գոհ եք։ Գայանե Աղայան անունով օգտատերն է մեզ գրում, կոմպոզիտոր, մեր շատ սիրելի, իմ սիրելի կիրթ եւ բանիմաց հաղորդավարներ եւ մեզ համբույր է ուղարկում։ Ասում են ինչպես եք, նաև հարցնում են մեր որպիսության մասին։ Մենք շատ լավ ենք, հատկապես լավ ենք, երբ եթերում ենք աշխատում եւ կարողանում ենք շփվել ձեզ հետ։ Դա մեզ համար շատ կարեւոր է։ Զանգահարում եք կարճ հետաքրքիր պատմություններ, եթե կան։ Անի Զեյթունյանն է մեզ ծաղիկներ ուղարկում, շնորհակալ ենք մեր գործընկերներն են։ Եվ եթե ունեք զավեշտալի հետաքրքիր պատմություններ ամանորի թեմայով, ապա կարող եք կիսվել մեզ հետ։ Մենք էլ լսենք, իմանանք, օրինակ ունես խենթ զավեշտալի պատմություն։ Իհարկե ունեմ, ուղղակի պետք է եթերային, պետք է վերհիշել եւ դարձնել եթերային։ Ես հիշում եմ մեր նախորդ տարիների ամանորները ուղիղ եթերում հանրային ռադիոյի, որ դիմավորում էինք մեխինդ, մե ուրախություն, այս տարի էլ էր շատ ջերմ, մենք մեր գործընկերներով դիմավորեցինք ամանորը ձեզ հետ միասին հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե սպասում ենք ձեր արձագանքներին։ Այո, 553702 եւ իհարկե շնորհավորում ենք բոլորին առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ, այսօր նաեւ Բեռնաթափման միջազգային օրն է։ Քիչ կերեք։ Ահա, քիչ կերեք, չէ, այսօր հենց տավարը պետք է քիչ ուտել։ Որպեսզի օրգանիզմը դուրս գա շոկից։ Շոկի մեջ է ձեր օրգանիզմը այդքան ուտեստի հետ կապված եւ իհարկե շատ քայլեք, սկսեք մարզումները, վերադարձեք ստանդարտ կյանքի, այսպես ասած, որովհետեւ այս մի քանի օրը կոնկրետ ուտում նստում, հյուր գնում, մյուսի տուն գնում, այն մյուսներ գալիս կոտուն, այսպես։ Կարելի է այսօր հայտարարել մածնապուրի օր, սպաս միշտ եմ ուտում։ Իմիջալոց մեր տանը գեղեցիկ ավանդույթ է, ամանորին, հենց հունվարի 1-ին տանը ունենալ սպաս, որովհետև հոգնում ես այդ ծանր ուտեստներից ու ուզում ես, որ ստամոքսդ իսկապես իրեն լավ զգա։ Մենք շարժում ենք առաջ։ When it's Christmas
again. La-ta, 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 la-ta. It's Christmas time again. La-ta, 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 la-ta. It's Christmas time again. I've been checking my list twice. Got plans to give you your gift tonight. Oh, 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 oh. Wake up under a lit tree. One wish that came true. You're here with me. Oh, 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 yeah. And when the snow is falling down, 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 you'll know that Santa's back in town, town, town. That's when it's Christmas time again. La-ta, 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 la-ta. It's Christmas time again. La-ta, 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 la-ta. It's Christmas time again. And when the snow is falling down, 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 you know that Santa's back in town, town, town. That's when it's Christmas time again. Yeah. La-ta, I'll give you my heart. La-ta, it's Christmas, it's Christmas again. La-ta, 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 it's Christmas time. I've been bad, I've been good, I've been everything I should. It's Christmas time. I've been bad, I've been good, and you know that I do what I should. It's Christmas time again. It's Christmas time again. Սուրբ ծննդյան հրաշքի մասներ Backstreet Boys-ի այս կատարումը։ Իմիջայլոց այստեղ մենք անգլերեն ունենք շնորհավորանք Greg Amatunine մեզ գրում Միացյալ Նահանգներից եւ ասում է a very 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 merry Christmas, I love you all. Endless for a love for Armenia. Շնորհակալ ենք, մենք էլ ձեզ ենք շնորհավորում։ Տեսնում ես, շարունակում են մեր ռադիո լսողները երկերը իրար հետևից։ Ապրես։ Ում ես ասում, ապրես ռադիո լսողի։ Ինձ ինչի ես ասում։ Որ կարողացար փոխանցել։ Ինչի? Ես այդքան անճար էի, թե անգլերեն լսեր այդքան վատ։ Մի քիչ ականջիս անսովոր է լսել։ Որս անգլերեն լեզու եթերում։ դե կարող եմ թարգմանել, խնդիր չկա, ասում եմ ես ջերմագին շնորհավորանքներ է ուղարկում Սուրբ Ծննդյան տոնի առիթով, եւ ասում եմ որ բոլորի սիրում է, իսկ Հայաստանը իր համար յուրահատուկ է, որովհետեւ ի վերջո որքան հասկանում եմ Գրեք հայերեն ամեն դեպքում Դե ավելի հաճելի գիտես մարդը հայերեն։ Ինչ գիտես։ Գիտեմ։ Պետք է հարցնել։ Չէ, գրել է, որ չգիտի, այո։ Դե Մի ինչ, խոսքով 2026-ի մասին արի խոսենք մի քիչ։ Արի խոսենք։ Ինչ միտումներ են մեզ սպասվում։ Ճիշտ ասած միտումներին ծանոթանալով սարսափեցի անկեղծ ասած։ Ինձ համար սարսափեցնող են այս նոր միտումները։ Ասում են որ ամեն լուրջ բան դուրս է գալու, ամեն անլուրջ բան տեղը փոխարինելու։ Այստեղ նորաձևության մասին է խոսքը։ Դե ընդհանուր շուկայի սպառողներ։ Թե չէ, շատ լուրջ էր, հիմա էլ անլուրջ է։ Պատկերացրեք, եթե սա էր լուրջը, բա անլուրջ ինչ է լինելու։ Նորաձևության մեջ ասում են որ այս տարի կհայտնվի ոսկե վերածնունդ, այսինքն Աստված ոսկին իմ։ կվերադառնա։ Շատ ոսկե ատամներ, ոսկե Ճգնաժամի օղեր։ ժամանակ ոսկին փոխանցում է կայունության եւ կարգավիճակի զգացողություն։ Պատական չէ որ մետաղի գինը ռեկորդներ է սահմանում, իսկ ոսկե զարդերը գտնվում են իրենց գագաթնակետին։ Հայտնի ֆիրմաներ Versace-ին, Ինչ ես ասում անունները։ Saint Laurent-ը եւ Valentino դիզայներները իրենց 2026 թվականի գարնային ցուցադրություններում շեշտ դրել են 80-ականների մաքսիմալիզմի վրա, վառ գունային բլոկներ եւ ուժեղ
ոսկերի միջոցով։ Ոայ Աստված իմ, այդ ված նորաձևությունը հետ է վերադառնում։ Մենք գիտենք, որ նորաձևությունը կրկնվում է, բայց մի քիչ տյունինգներ արեք, որ գոնե հաճելի լինի, բայց այդքան ոսկին ես պատկերացնում եմ այն մարդկանց, որոնք շոտ, բա հիմա ինչքան շատ, բայց հիշեք, որ ամեն չափի մեջ է թե առողջարար, թե գեղեցիկ, որովհետև ես ուզում եմ, եթե ավարտել ես ասա այդ վածը, ես ուզում եմ խոսել կոսմետիկայի ու մաշկի խնամքի մասին, եթե որոշակի կոսմետիկ միջոցներ կային եւ մաշկի խնամքի պրոցեդուրաներ կային, որոնք պարտադիր բացառապես պիտի մասնագետն իրականացներ եւ դու չէիր կարող գնալ ուղակի խանութից գնել այդ պրոցեդուրաները, որովհետեւ ամեն մեկը չի պիտի անի, ապա ասեմ, որ այդ ոլորտում հայտնվել են փորձարարական լուծումներ, որոնք նախկինում հասանելի էին միայն կլինիկայում, իսկ հիմա մենք կարող ենք գնալ ձեռք բերել եւ տնային պայմաններում անել, ինչին սարսափեցնում է, որովհետեւ մենք կարող ենք վնասել մեր սեփական մաշկը ու այլ խնդիրներ առաջանան։ Այդ մարդիկ իզուր չի էլի, որ 7-8 տարի սովորում են, որ խնամեն նաեւ ձեր մաշկը։ Սա էլ է շատ կարևոր։ Այո, մի արեք այդպիսի փորձարկումներ, այնուամենայնիվ վստահեք մասնագետներին, այլ ոչ տանը կամ սեփական ձեռքերով։ Ավելին մարմնի եւ մաշկի ձևավորման տեխնոլոգիաները դե բոլորս էլ գիտենք ինչ մասին է խոսքը, հա, տարբեր տեսակի լիֆթինգներ, ձևավորում, ակտիվ բաղադրիչներ եւ այլն կդառնան հատկապես տարածված, քանի որ GLP-1 դեղամիջոցները ազդելու են մաշկի առանցքականության վրա։ Մի խոսքով ինքնագործունեության պես ոլորտում հատկապես չզբաղվենք, դիմենք մասնագետների, որովհետև այդուհանդերձ եթե վնասեցիք, գուցե անդառնալի լինեն այդ վնասները։ Դե եթե շարունակենք, ինձ մի քիչ վախեցնող են այս նորաձևության միտումներն անկեղծ ասած, ես պատկերացնում եմ ինչ եմ սպասում։ Չգիտեմ, ես ոսկու սիրար երբեք չեմ եղել, բայց արյոտես որ Փաստոր 2026-ը նորաձևություն աչքի ընկնելու ոսկե գույներով։ Լսիր, հա, ոսկին գեղեցիկ է, երբ չափի մեջ է, բայց մենք գիտենք, որ եթե մաքսիմալիզմի ենք գնում, ինչ է կատարվելու ոսկի, այստեղ լիքը ոսկի, ատամները ոսկի, ձեռքերին շատ ոսկի, ու հիշեցի այն հեքիաթը, որ թագավորը ինչին կպնում էր, ոսկի էր դառնում, եւ չէր կարողանում մարդը հաց ուտելի վերջո, որովհետեւ ուտելիքն էլ էր ոսկի դառնում, ագահության պահը պիտի հաշվի առնենք, այստեղ Գրեգ Գամազին գրում է, որ նա չի կարողանում գրել եւ կարդալ հայերեն, բայց իր համար տարբերություն չկա, նա կարողանում է հասկանալ մենք ինչ ենք խոսում։ Պատասխանեց մեր հարցին անգլերենի մասով Վիգեն Եղիազարյանն է մեզ ողջունում, շնորհավորում է Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով եւ մեզ մաղթում է անխափան եթեր, շնորհակալություն, նաեւ շնորհակալություն հայտնենք եւս մեկ անգամ մեր գործընկերներին, այսօր այս տարի առաջին անգամ ենք հանդիպում նրանց եւ ես ունեմ ամենահամեղ սուրճը, որովհետև այն ինձ համար հատուկ պատրաստել է հերթափոխի պետ Արմեն Բադոյանը։ Ունենք նաև կանխատեսում վերաբերող համացանցի։ Աստվածին արդեն սարսափում է։ Բացության այսպես հանդիպմանը բացառիկությունը վերադառնալու է որպես սոցիալական արժույթ, փակ խմբերը, մասնավոր ռիլերը եւ դրանք դառնան նորմա, այսինքն փակ խմբերը նույնիսկ ինտերնետից անջատվելը կդառնա կարգավիճակի նշան։ Նրանք ովքեր գիտեն թե ինչպես հանգստանալ առանց սոցիալական ցանցերի, կկարողանան ընդգծել իրենց հեղինակությունը։ Գնացեք արձակուրդ եւ մի հրապարակեք ոչ մի տեսանյութ Instagram-ում, հիմա դուք զովության թագավորներ։ Բայց որ չես, այստեղ մեկը մյուսին հակասում են Instagram-ի ալգորիթմերով պայմանավորված, դու բարբերաբար պիտի եթե ուզում ես աշխատանք է քեզ համար եւ ուզում ես կոնկրետ թվեր ունենալ, ապա բարբերաբար պետք է Instagram-ի հարթակներում հրապարակել տեսանյութեր, ռիլեր նկատի ունեմ կամ լուսանկարներ, որպեսզի միշտ տեսանելիությունը բարձր լինի։ Սա էլ թվային դետոքսի մասին է խոսքը։ Հա, բայց այդ դեպքում կորցնում ես շատ այլ բաներ, որոնք երկար տարիների աշխատանքի արդյունք են։ Մի խոսքով ընտրությունը ձերն է, հարգելի ռադիոլսողներ, դեմ չեմ կտրվել սոցիալական հարթակներից, ես ինքս նոր ասացի, որ եթե տանը մոնոպոլիա խաղ կա, վերցնում ենք ու սկսում ենք ընտանիքի անդամներով խաղալ։ Տեսնես մեր ռադիոյում կա մոնոպոլիա խաղ, դրա նմանը կա մի հատ։ Արի եթերից հետո խաղանք։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Հարի լսենք հիմա Կայլի Մինոգին, այն հետո շարունակենք։ Ես զարմանալի եմ Կայլի Մինոգին։ 10:21 րոպե։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:25 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոն հունվարի 5-ն է, օրը երկուշաբթի։ Այս տարվա առաջին աշխատանքային օրն է եւ մենք ուղիղ եթերում ենք։ Այո, եւ եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, շնորհակալություն ենք հայտնում ակտիվ լինելու համար։ Շնորհակալ ենք, որ ոչ միայն մեզ լսում եք, այլև գրում եք եւ իհարկե զանգահարում 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարով։ Վիգեն Եղազարյանն է Facebook-յան մեր էջում գրառում կատարել, բարի լույս, շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Կարդացել ես։ Ես Ռուզաննային կարդացել ես, այդ տեսնում ես։ Ռուզաննա Կոտիշյանն է գրում է, սրտան շնորհավորում եմ համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնը, թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր բոլոր ընտանիքներին այս նոր տարում սիրով Ռուզաննան Կալիֆոռնիայից է գրում ես։ Շատ հաճելի է, շնորհակալություն։ Մենք այստեղ ծրտին իսկ դուք Կալիֆոռնիայում տակուկ։ Շատ լավ եղանակ է Կալիֆոռնիայում։ Կարևորը, որ անկախ նրանից թե աշխարհի որ հատվածում են, կապը ամուր են պահում եւ լսում են մեզ, մենք շնորհակալ ենք ձեզ, որ մեզ հետ եք եւ իհարկե շնորհակալ ենք, որ նաեւ անկախ նրանից թե աշխարհի որ հատվածում եք, փորձում եք հայկական գեղեցիկ ընտանեկան ավանդույթները պահել։ Ես վստահ եմ, որ տարբեր երկրներում էլ փորձում եք նոր տարին հայկական դարձնել եւ այն սովորույթները, որ մենք ունենք ամանորի հետ կապված, գեղեցիկ չափի մեջ, բայց պահում եք դրա։ Բայց արի մի ասա, արի ու տես, որ մենք հայրս ունենք սովորույթներ, որոնք ամեն տարի խոստանում ենք, որ այս տարի չենք անի, բայց միևնույնն է անում։ Օրինակ, որ այս տարի շատ բան չեմ առնելու, բայց որ գնում ես, հասնում ես սուպերմարկետներ, սարսափում ես, հերթը չասեմ ուր է հասնում, եւ դու տեսնում ես, թե քանի սայլակով բեռնված են ուզում դուրս գալ։ Խնդրեմ, ամեն ինչ համեստ կանենք, ինչ ու ավելորդ ծախսեր անել, խոստանում եք ինքներս մեզ, բայց արի ու տես նորից։ Հիմա հարց ունեմ քեզ, դու այդպիսի խոստում քեզ տվել ես եւ պահել ես, թե չես էլ տվել, չես էլ պահել, թե ոնց։ Չէ, ես միշտ ասում եմ, որ այս ինչպես միշտ մենք կփորձենք համեստ նշել 1-2 բան, այնինչ սիրում ենք ուտելու համար եւ վերջ։ Եվ չի ստացվում, դու էլ ես այդ նույն պատմության մեջ Չի ընկնում, հա։ ստացվում։ Բայց ես նկատել եմ մի հետաքրքիր բան, որ ընտանիքներում փորձում են ամեն մեկը ինչ որ հետաքրքիր ուտեստել հյուրասիրել հյուրերին, որովհետև բոլորի տանը նույն աղցանները չլինեն, այո, որ զարմացնեն։ Սա էլ է շատ կարևոր։ Նաև շատերը երազում են ու ասում են վաղ տոները կգան ու մենք կքնենք։ Այո, լավ գոնե տոների ժամանակ մի քիչ կքնենք, բայց այդպես չի ստացվում, որովհետև վազքը սկսվում է, ձեր տուն են գալիս, դու էփիթափի դիր հավաքի հյուրասիրի, նրանց հետ ժամանակ անցկացրու, հետո դու գնա ուրիշի տուն, ժամանակ անցկացրու ակետից բեկետ գնա, հորաքրոջ, պարտադիր տներ կան, չէ՞ այցելելու։ Պարտադիրում քանի պարտադիր տուն ունես այցելելու։ Մի 5-6 կան։ Չէ, 3-ից։ Էժան ես պրծել, լսիր։ Էժան ես պրծել շատ։ Բայց ինքներս մեծ ասում ենք ոչ մենք ոչ մեկին չենք այցելի, մեր տանը հանգիստ կնշենք։ Ու գնում ենք, որովհետև կնեղանան, որ չգնաք։ Ու սեղան ենք գցում։ Հիմա արի ու տես, որ այդպես է։ Ահա։ Հաջորդ սովորությունը, որ էլ ինքներս մեզ ասում ենք, բայց եւ նույնը չի ստացվում, մենք երկար չենք մնա, միայն սուրճ կխմենք եւ վերջ։ Հա, այդպես է։ Հետո տան հյուրերը վիճում են քեզ։ Ինչ ասես դնում։ Բաբլիտները սփորձիր։ Խոզի ազդրը պետք է փորձեք տեսնենք ոնց է ստացվել այս անգամ։ Բատոլման։ Օրինակ ես 3 հյուր եմ գնացի եւ ստիպեցի, որ թեյ խմելու ենք գալիս միայն, իհարկե սուպրասեղանը գցած էր, բայց գնացի տեսա ինձ համար թեյ են պատրաստում ու ինձ ստիպեցին, որ այդ թեյը խմեմ։ Ստացվեց։ Դե պիտի խմեի բճորս ինչ։ Եվս մեկ խոստում, որը դարձյալ չենք կարող պահել։ Մենք կպատրաստենք քիչ, քանի որ ամեն տարի չենք ուտում ու թափում ենք։ Բայց էլի պատրաստում ենք շատ մարդ կա։ Ասում են ամբողջ հունվարը կուտեք։ Ապահոված կլինի, հա։ Բայց գիտես հիմա տնային տնտեսուհիները տան կանայք, այսպես ասած ընտանիքի հետաքրքիր բան են մտածել, գնում են շատ, բայց հատկապես աղցանները շատ այսպես քիչ քանակությամբ են պատրաստում եւ ամեն անգամ թարմ է լինում, որ չթունավորեն թե իրենց, թե հյուրերին։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց ես գրեթե ամեն օր աղցան եմ պատրաստել, որպեսզի այն թարմ լինի։ Դա շատ կարևոր է, բա իհարկե։ Չես թունավորել ոչ ոքի այս տարի։ Դու լավ ես քեզ զգում։ Եթե դու լավ ես քեզ զգում, ուրեմն չեմ թունավորել, որովհետև իմ պատրաստած աղցաններից կերել ես։ Այո, ես դա կարող եմ փաստել եւ ամեն ինչ դից նորմալ է։ Այսպեսին ենք մենք հայերս գիտակցում ենք, խոստումներ ենք տալիս ինքներս մեզ, բայց չենք կատարում։ Այստեղ ասում եմ, ես այս տարի քիչ եմ խմելու, 2 շաբթից կսկսեմ, բայց որ 2 շաբթից դա է հարցը։ Don't want a lot for Christmas. There is just one thing I need.
wish come true. All I want for Christmas is you. Don't want a lot for Christmas. There is just one thing I need. Don't care about the presents underneath the Christmas tree. I don't need to hang my stocking there upon the fireplace. Santa Claus will make me happy with a toy on Christmas Day. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true. All I want for Christmas is you, baby. Oh, I won't ask for much this Christmas. I won't even wish for snow. I'm just gonna keep on waiting underneath the mistletoe. I will make a list and send it to the North Pole for Saint Nick. I won't even stay awake to hear those magic reindeer click. 'Cause I just want you here tonight, holding on to me so tight. What more can I do? Oh baby, all I want for Christmas is you, baby. Oh, all the lights are shining so brightly everywhere, and the sound of children's laughter fills the air, and everyone is singing. I hear those sleigh bells ringing. Santa, won't you bring me the one I really need? Won't you please bring my baby to me today? Oh, I don't want a lot for Christmas. This is all I'm asking for. I just wanna see my baby standing right outside my door. Oh, I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true. Oh, baby, all I want for Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցը 34 րոպե դուք լսում եւ դիտում եք Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ, հարգելի ռադիո լսողներ, եւս մեկ անգամ մաղթում աշխատանքային, բայց նաեւ դրան զուգահեռ տոնական տրամադրություն, որովհետեւ շատ կարեւոր է բարձր տրամադրությունը, հատկապես ցուրտ ժամանակ, պիտի ջերմացնենք մեր հոգիները, որպեսզի քիչ մրսենք, սա էլ է շատ կարեւոր։ Այո, ցուրտ է, -6 է այս պահին Երևանում, մեզ այսօր խոստանում են առանց ստեղումների եղանակ, եւս մեկ անգամ հավելենք եւ օրվա ընթացքում իջև -2։ Ըստ երևույթին, եթե ձյուն գար, այսքան ցուրտ չէր լինի, մենք դա գիտենք։ Գուցեև 2026-ի առաջին աշխատանքային օրն է եւ մեզ հետ է իհարկե արհեստական բանականությունը Աբոն է մեզ հետ։ Այո, Աբոյի հետ ենք շփվում։ Ահա, Աբոյին հարցրեցինք ընդհանրապես ինչ է մտածում արհեստական բանականությունը նոր 2026 թվականի։ Ես կարող եմ մի բան ասել, 2026-ին մեզ նոր համացանցային իրավիճակ է սպասվում, որովհետեւ Աբոն այնքան է աճել ու զարգացել, որ դու կարող ես տեսանյութերը իրականից եւ արհեստական բանականությունից չտարբերել, այնպես որ ավելի ուշադիր պիտի լինի։ Աբոն ասում է 2026-ի մասին կարելի է խոսել որպես անցումային եւ ձևավորող տարվա։ Նա ունի մի քանի շեշտադրումներ։ Աշխարհում ընդհանրապես տեխնոլոգիաները հատկապես։ Ահա, Աբոն ավելի խորն են մտնելու առօրյա կյանք։
Ուսում, աշխատանք եւ մեդիա ոլորտ։ Այդ առավոտից իրիկուն ասում էինք պետք է լինել մեդիա գրագետ, որպեսզի fake լուրերը իրականից տարբերենք։ Հիմա էլ պիտի փորձենք տարբերել արհեստական բանականությամբ է ստեղծված թե իրական է։ Շատ երկրներում 2026-ը դիտվում է որպես կայունացման փորձերի տարի 2020-ականների լարված փուլերից հետո։ Կլիմայի թեման շարունակելու է առաջնային լինել։ Դե մենք վարի ենք տալիս կլիման, հետո սկսում ենք մտահոգվել։ Ավելի վարի շատ բարի համար։ խոսք կա հարմարվողական լուծումների մասին, ոչ միայն կանխարգել։ Դե հա, պիտի այնպես անենք, բացի կանխարգելելուց, փորձենք մեր սխալներն ուղղել, այնինչ թույլ ենք տվել եւ դրանով իրավիճակ ենք փոխել։ Գնանք աշխատանքի եւ ուսմանը։ Աշխատաշուկայում արժեք են ստանալու ճկուն հմտությունները, սովորելու կարողությունը, թվային գրագիտությունը։ Ավելի շատ մարդիկ փորձելու են փոխել ուղղություն կամ սկսել նոր բան, ոչ թե պարզապես շարունակել ինչպես կար։ Մասնագետներից շատերը պնդում են, որ շատ շուտով նաև կոնկրետ, այսպես ասած, մասնագիտություններ չեն լինի, այլ կշահեն մարդիկ, որոնք ճկուն են եւ կկարողանան արհեստական բանականության գործիքները օգտագործելով ստեղծել նոր բաներ, այ իրենք կկարողանան, պետք է ճկուն լինել մի խոսքով։ Երիտասարդների համար 2026-ը լավ տարի է ինքնահայտնաբերման, այսպես ինքդ քեզ բացահայտելու, փորձարկման եւ կողմնորոշվելու համար։ Ստեղծարար ոլորտները, ինչ վերաբերում է դիզայնին, տեսանյութեր, խաղեր, ծրագրավորում, ավելի հասանելի են դառնում հենց երիտասարդների համար, բնականաբար այդպես էլ պիտի լիներ։ Ինչ մնաց։ Ընդհանուր զգացողություն մասին խոսենք, եթե 2024-25-ը փորձությունների ու արագ փոփոխությունների տարիներ էին, ապա 2026-ը շատերի համար ընկալվում է որպես կառուցելու, կարգավորելու եւ ավելի գիտակցված առաջ շարժվելու տարի, հուսանք այդպես էլ կլինի։ Այսքանն էր։ Այսքանը ճաճ կհասկանանք Հայաստանի համար Լուրջ ես ասում։ արհեստականությունը ինչ շեշտադրումները առանձնացրել, այնպես որ բռնվիր։ Մեր ազգային առանձնահատկություններից է ամեն ինչ բարթացնելը։ Առանց թե ամեն ինչ բարդ է, բայց այդ ամեն բարդն էլ ել ավելի ենք բարթացնում։ Երբ կարող ենք ուղղակի մի քիչ թեթև տանել ամեն ինչ։ Էս ինչ ես միացրել, Տիգրան ջան, ասա տեսնեմ։ Սա ինչ է Տիգրան։ Դեռ նոր տարի է։ Հա, լավ։ Երբ գնում է մեզանից տարին ու թողնում է ամենայն բարին, թող կորչեն տխուր օրերը մեր, լավ օրերը առջևում են դեռ, դու
Սուրճ ու սեր առավոտից։ 10:42 րոպե մենք շարունակում ենք մեր աշխատանքը հանրային ռադիոյի ուղիղ եթերում եւս մեկ անգամ ողջունենք նրանց, ովքեր այսօր առաջին անգամ աշխատանքի են գնացել այս տարի։ Այո, եւ լսում են մեզ։ Սա էլ է շատ կարեւոր, ինչպես եք հասել աշխատավայր։ Ես օրինակ շատ հարմարավետ եմ հասել աշխատավայր, իմ գործընկերոջ հետ միասին, հարմարավետ, այսպես հասանք եւ ամենակարևորը խցանում չկար։ Քաղաքը դեռ չի արթնացել, Դեռ չի էլ դեռ 1 բալ է, կանաչ։ Չես ասում, դեռ կանաչ է։ Քաղաքը դատարկ է։ Հիմա ինչ ասեմ, մարդիկ քնած են թե աշխատում են։ Չգիտեմ ինչ ասեմ, Այսի բան չի եղել։ Ցուրտ է 1 աստիճան, 1 աստիճան, պատկերացրեք 1 բալ։ Աստիճանը։ Խցանումների մասին է խոսքը, էլի 1 բալ ընդհանրապես։ Կանաչ։ Պաստորի խցանումներում էլ է ցուրտ։ Աչք շոյով Լսիր, խցանումներում էլ է ցուրտ, որովհետև կարմիր չկա ներկված, էլի տակ չի։ Շատ լավ է։ Էկոլոգիապես մաքուր Ես կանաչ կառաջարկեի սկրինշոտ անեիր եւ պահեիր, որ աչքդ միշտ թրշոյ է։ Հիշատակ։ Հատկապես երբ սկսեն խցանումները։ Ես լավ տարբերակ եմ մտածել քաղաքային իշխանությունների համար։ Օրինակ, եթե ուզում եք, որ մշտապես խցանումներ չլինեն եւ փողոցները ծարավեռնված չլինեն, միշտ պիտի ցուրտ լինի։ Ցուրտ մեր Բաքում -5 դարձավ արդեն։ -5 դարձավ։ Տակ հագնվեք, չմոռանաք ձեռնոցներ, գլխարկներ։ Դա էլ է շատ կարևոր։ Բայց մենք հայերս չունենք, չէ՞, սովորություն գլխարկ դնելու։ Ված սովորությունը, բայց չունենք մենք։ Դե ոնց կարող է մեր տեսքը կարող է փչանալ, բայց հիմա օրինակ պետք է դնել։ Համապատասխան ձմեռային վերնահակուսները մեծամասամբ ունենում են մեծ գլխարկներ եւ հենց զգում ես, որ շատ ցուրտ է, դա քաշում ես գլխին, ու դա որոշակի առումով կարող ենք ասել, որ փրկություն է։ Մենք շարունակում ենք հաղորդակցվել Աբոյի հետ, արհեստական բանականության հետ եւ մենք նրան հարցրեցինք, թե ինչպիսի տարի լինելու մեզ համար, հայերիս համար, Հայաստանի համար, մասնավորապես 2026-ը։ Ըստ նրա 2026 Հայաստանի համար ընկալվում է որպես կարգավորման եւ հարմարվելու տարի նախորդ տարիների արագ ու ծանր փոփոխություններից հետո։ Հիշեցնենք, այս ամենը արհեստական բանականության մտքերն են, մեզ չվերագրեք, ավելի մեծ ուշադրություն է լինելու ներքին կայունությանը, տնտեսություն, հասարակական կյանք եւ կրթություն, ասում է Աբոն։ Ես շատ ուրախ եմ, որ կրթությանը մեծ ուշադրություն է դարձվում եւ մեր երիտասարդները ցանկանում են կրթվել ու ունենալ կայուն աշխատանք։ Իսկ կայուն աշխատանք լավ վարձատրվող աշխատանքը բացառապես իհարկե կրթության շնորհիվ է տեղի ունենում։ Գնանք տնտեսություն եւ աշխատանք։ Տեսնենք ինչ է կանխատեսել Աբոն այս ոլորտում, շարունակվելու է շեշտը դրվել տեղական արտադրության, տեղեկատվական համակարգերի եւ ծառայությունների վրա։ Աշխատաշուկայում կարեւոր են դառնում ոչ միայն դիպլոմները, այլև իրական հմտությունները, թե չէ այո օժիտներում բազմաթիվ դիպլոմներ կան։ Մոռացեք օժիտը։ Երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ կան փոքր նախագծեր սկսելու, ֆրիլանսի կամ ստեղծարար ոլորտներում փորձելու։ Դե երիտասարդները սիրում են ֆրիլանս աշխատանքը, որովհետև ժամային գրաֆիկ իրենք են հորինում, որտեղից ուզում աշխատում են։ Մի խոսքով գնանք կրթությանն ու երիտասարդներին անդրադառնանք։ Այո, կրթական համակարգում դեռ փոփոխությունների փուլ է, ասում է արհեստական բանականությունը, փորձ է արվելու այն ավելի գործնական դարձնել։ 2026-ը շատերի համար կարող է լինել ուղղություն ընտրելու կամ փոխելու տարի դպրոցից հետո կամ ուսման ընթացքում։ Արտաքին աշխարհին կապը on-line ուսում միջազգային ծրագրեր ավելի հասանելի կդառնան։ Դա արդեն հասանելի է, հիմա ավելի շատ հասանելի կդառնա։ Իմիջիայլոց ես ուզում եմ տեղեկացնել, որ տարածաշրջանում արհեստական բանականություն ամենաշատը օգտագործում է Հայաստանը։ Խնդրեմ, եթե մենք արդեն եթերում ենք օգտագործում։ Չէ, առհասարակ մեր տարածաշրջանում ամենաշատը Հայաստանն է օգտագործում։ Ահա։ Հասարակական կյանքում մարդիկ ավելի շատ կկարևորեն կյանքի որակը, ոչ միայն արագ արդյունքները։ Քաղաքացիական մտածողությունը դանդաղ, բայց աճում է հատկապես երիտասարդների շրջանում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կսկսենք ուշադրություն դարձնել կյանքի որակին, այլ ոչ արագ արդյունքներին, որովհետև այս դարի խնդիրն է արագ արդյունք ունենալը, արագ ստանալ են ինչ ուզում ես։ Դա նաև ինչ որ առումով հա ուրախացնում է այդ պահին, որ արագ ստացել ես այդ արդյունքը, բայց բերում է ապաթիայի։ Դա էլ պիտի հաշվի առնենք եւ այո, մենք որոշակի փոքրիկ մեր կյանքում, մեր կարիերայում որոշակի փորձություններ պիտի ունենանք։ Դրանք մեզ աճել են տալիս, մեզ ավելի խորիմաստ են դարձնում։ Ընդհանուր առմամբ, արհեստական բանականությունը վերջում ամփոփել է։ Հայաստանի համար 2026-ը կարելի է նկարագրել որպես տարի, որտեղ մեծ շրջադարձեր քիչ կլինեն, բայց փոքր ճիշտ քայլերը կարևոր։ Սա կարծում եմ ընդհանրապես շատ կարևոր են քայլերը, ճիշտ քայլերը առաջընթացի համար։
Այս ամենը հիշեցնենք արհեստական բանականության մտքի թռիչքների։ Այո, նրա երևակայության արդյունքներ այդպես ասենք։ Դες մենք շարժում ենք առաջ, արի մի հատ ձնախառն մի բան Բայց լսենք։ ուզում եմ ուրախ ձնախառն լինի, գիտես, մի տեսակ շատ Կասկածում եմ, որ ուրախ բան կգտնեմ ձյան Ինչու, թեմայով։ ինչու դու չես կարող։ Ինչու են մեր ժամանորի երգերը եւս մելամաղձոտ, դա ես չեմ հասկանում։ Շատ քիչ երգեր կան, որ ռիթմիկ են։ Ես առաջարկում եմ ամանորի թեմայով չընտրենք երգը, այլ ընտրենք բավականին ակտիվ ռիթմերով երգ եւ այո, դու հասկացար արդեն միքսերի խառնուրդ եմ առաջարկում գտնել, փնտրել եւ լավ, դա վերջում կանենք։ Հիմա արի եւս մեկ երգ լսենք։ Ինչ ես ընտրել։ Ես առաջարկում եմ այնուամենայնիվ ձյուն։ Առանց տեղումների եղանակ, ձյուն երգի տեսքով։ Լավ, Շատ սիրուն երգ, շատ։ խնդրեմ։ Դու նորից եկար մուտքի չերվա իմ հյուր Իմ ջերմակ երաս իմ մաքրություն Ու շշնջացիր մեզ երկնքից մի լուր Դու հեքիաթ իմ բարի դու իմ ձյուն Ես տեսնում եմ մեզ պատիվների գրկած Փայլերի մեջ լույս քո աչքերի Սերը իրական հանկարծ մեզ հյուր եկա Ու բացեց գախնիկը հուշերի Ու թափվում են ու փարվում են տակ մայթերի Ինձ գրկում են քո թևերի պես Ձյունը մեզ պահում է իր հրաշք հեքիաթում Ձյունը իր գրկում ինձ ու քեզ Հույսը քո ջերմակ բեր այս տխուր քաղաքի Բույրը մանկության ու նոր տարի Բեր մեզ այս գիշեր դու մի փաթիլ բարություն Մեր թաքուն համբույր փափուկ իմ ձյուն Լուր իջնում են երասները մեր սրտերի Մեր սիրո անվերջ երգի նման Ու հալվում է ձյունը քո շիկնած այտերին Ու դառնում արցունք երջանկության Ու թափվում են ու փարվում են տակ մայթերին Ինձ գրկում են քո թևերի պես Ձյունը մեզ պահում է իր հրաշք հեքիաթում Ձյունը իր գրկում ինձ ու քեզ Հույսը քո ջերմակ բեր այս տխուր քաղաքի Բույրը մանկության ու նոր տարի Բեր մեզ այս գիշեր դու մի փաթիլ բարություն Մեր թաքուն համբույր փափուկ իմ ձյուն Եկար մութ գիշերվա իմ հյուր Իմ ջերմակ երաս իմ մանկություն Սուրճ ռուսեր առավոտից Դե ինչ, մեր այս տարվա առաջին աշխատանքային օրվա առաջին ուղիղ եթերի վերջին րոպեներն են։ Այո, մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք եւս մեկ անգամ շփվելու ձեզ հետ հարգելի ռադիոլսողներ, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է ձեզ ողջունել, ջերմ հույզեր փոխանցել եւ Կարդալ ձեր կարդալ ձեր հաղորդագրությունները, որովհետեւ շատ կարեւոր է նաեւ փոխադարձ տարբերակը։ Հայերը սիրում են առած սեղաններ, Վիգեն Եղիազարյանն է գրել, Էդիկ Բաբուջյանը սրտիկներ
ծնողներ, Սամվել Դանելյանը եւս Գենադի Նիկոլաևիչ Գունդիրյովը մեզ շնորհավորում է ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով, մաղթում է հաջողություն եւ բարգավաճում, ասում է իմ հայկական հայազգին, հայեր ջան, եւ ասում է ասում է ես ամսի 3-ից էի դեռ աշխատանքի, թե ով ունի ձեր հնարավորությունը։ Իդեպ այո, կան մասնագիտություններ, որ նույնիսկ տոները չեն ճանաչում եւ տոնական օրերին հենց 31-ին, 1-ին աշխատում են։ Այդ առումով նաեւ մեր հերթափոխի անձնակազմն է այդ գրաֆիկով աշխատում եւ չտոն օրեր գոյություն չունեն եւ նրանք հերթափոխով աշխատում են ջերմ ողջույններ, անփորձանք աշխատանքային օրեր ենք մաղթում ձեզ։ Մենք էլ ենք աշխատելու նաեւ վաղը, Սուրբ Ծննդյան առավոտը կսկսենք միասին։ Եվ Սուրբ Ծննդյան տրամադրությամբ էլ ավարտենք այսօրվա եթերը։ Հիշեցնենք նաև հարգելի ռադիոլսողներ, որ ձեզ համար այսօր աշխատեցին իմ շատ սիրելի գործընկեր Տիգրան Հարությունյանը եւ իմ շատ սիրելի գործընկեր Լուսինե Մուրադյանը։ Ձեզ մաղթում ենք հաճելի օր եւ առաջարկում ենք առավոտները անցկացնել ավելի արդյունավետ, դա նշանակում է մեզ հետ միասին։ Կհանդիպենք վաղը։ But you still